Սիրելի ուխտավորներ, Աստուծո փառք եւ գոհություն, որ այսպես հայկական հողի վրա գտնվենք Հռոմ քաղաքի մեջ։ Այս եկեղեցին Սուրբ Վլաս, հայոց Սուրբ Վլաս եկեղեցին է, նվիրված Սուրբ Վլասին։ Այս եկեղեցին դարիներ շարունակ մխիթարյան միապանության հավաքավայր եղած է, վերջը միապանները եւ որ քիչ սան այս եկեղեցին հանձնվեցավ հայ կաթողիկե պատրիարքության գղերին, որբեսի իրենք այստեղ ուրեմն առողջություններ կատարեն, եւ Բենեդիկտոս բաբը երկու բաբ առաջ ինքը իր դասավորումով հայ առաքելական եկեղեցով դրամատրեցին այս եկեղեցին, որբեսի ամեն գիրակի սուրբ բادرակ մատուցի։ Ես այսօր ցեզի մի խոսիմ Սուրբ Վլասի մասին, թե ով է Սուրբ Վլաս։ Սուրբ Վլաս Սեփաստացի էր։ Ծնած էր 3-րդ դարում, 200 թվականներուն իր ծնունդի թվական հայտնի չէ, թերևս 250-ի մոդերը։ Ինք սիրելներ նախքան իր գրոնավոր ըլլալը բժիշկ էր։ Եվ բժշկություններ կկատարեր, բայց երբ հավատաց Տեր Հիսուս Քրիստոսի, թողեց իր բժշկական արհեստը, հետևեցավ բժիշկներու բժշկին Հիսուս Քրիստոսի եւ սկսավ մարդոց տարածել ինչը քրիստոնեությունը եւ սկսավ խոսել Քրիստոսի մասին ու միաժամանակ բժշկել մարդկանց։ Երբ որ Լիգիոնոս գայստրը լսեց, որ Սեփաստացի Վլասը հրաշքներ կկատարել կամ բժշկություններ կկատարել, ցերպակալեցին 316 թվականին եւ բարդացրեց, որ հեթանոսությունը ընդունի։ Սուրբ Վլաս մերժեց եւ զինք փանդարգեցին մահվան դատապարտելով։ Մինչ կսպասեր, որ զինք սպանեին, այդ ժամանակ իրեն բերին գինմը, որուն երեխային գոգորտի մեջ ծուգի փուշ կար, ծուգի փուշ կլացեր։ Եվ Սուրբ Վլասը եւ աղոթքով եւ բժշկությամբ այս երեխային գոգորտեն ծուգի փուշը դուրս անեց, գտեսեք Խորանի վրա պատկերն է։ Սուրբ Վլասն է, տեսակ պատկերի մեջ եւ մայրը երեխային է եկած։ Գոգորտեն երբ որ փուշ դուրս անեց, երեխան բժշկվեցավ։ Եվ Սուրբ Վլասի հավատացին շատեր, հավատացին Քրիստոսի իր պատճառով։ Բայց գայստրը հրանգեց անոր մահը եւ դժբախտաբար սիրելիներ 316 թվականին Սուրբ Վլասը սպանեցին սուրով։ Սուրբ Վլասը սակայն իր նահատակությունը ուրեմն Սեփաստիայի մեջ կատարվեցավ, իր մասունքները, իր մարմինը բահվեցավ հավատացյալներուն կողմէ։ Եվ Սուրբ Վլասի հրճակը ամենուրեք սկսավ տարածվել։ Սուրբ Վլասը այսօր կհամարվի գոգորտի հիվանդություն ունեցողներու բարեխոս Սուրբը։ Նայեցեք սիրելիներ, այստեղ եկեղեցու ինչ գրված է, ոչ եղեցին փուշ ցավոց, որբեսի այլևս չլան ցավերու փուշեր։ Ինչու համար այս խոսքը գտնվի փուշի, որովհետև Սուրբ Վլասը ինչ կնե գպուժե, ցավերը գպուժե, մանավանդ գոգորտի։ Անոնք, որոնք սիրելիներ հարազատներ ունին, որոնց համար ցեզի ըստված է, որ գոգորտի կանսեր ունին, քաղցկեղ ունին, աղոթեցեք Սուրբ Վլասի բարեխոսությունը խնդրեցեք։ Սուրբ Վլասի հրճակը ամենուրեք է։ Միշտ կտեսնեք սիրելիներ իր ուրեմն եւ որ պատկերվի, կտեսնեք ծուգի փուշով եւ այլն, որովհետեւ ինք փուժող է գոգորտի եւ նույնիսկ բանի մեջ Թուրքիայի մեջ, որ իր մասունքները կբահվեր թուրք գնոջը Բարդեզին մեջը, թուրքերը սիրելիներ զինք գոչեին Բողազը Վլասիը։ Բողազը գիտեք ինչն է, գոգորտը, իսկ Վլասիան Սուրբ Վլասի անունն է, որովհետև հոն հրճակավոր էր նաև եւ Սեփաստիայի մեջ է եկեղեցիմը կկառուցվի իրեն համար։
Խրվաթիայի մեջ շատ հռչակավոր է Սուրբ Վլասը եւ գոչվի հայոց Սուրբ Վլաս։ Իրեն համար հսկա եկեղեցի մկառուցված է եւ այնտեղ փոխադրված են Սուրբ Վլասի քանգը, գլուխը, ցերկը, այնտեղ կգտնվի սիրելիներ եւ ամեն տարի Սուրբ Վլասի տոնին մեծ սիրելիներ ուրեմն թափորներ կգազմվին եւ բազմաթիվ բժշկություններ կկատարվին։ Ուրիշ ինչ կնամ ասել ձեզ Սուրբ Վլասի մասին։ Սուրբ Վլասը նաեւ սիրելի եղբայրներ եւ քույրեր հավատքի վահան եղած է, որովհետեւ իր քրիստոնեության հավատքին համար ինք նահատակված է։ Աղոթենք, որ Աստված մեր հավատքն ար Սուրբ Վլասի հավատքին մեզ ամուր հավատքի վերածե, Աստված վերանորոգե մեր Հայաստանի Ցարակելական եկեղեցու կյանքը այցարացնե սուրբ կրոնավորներ ուղարկե մեզի, սուրբ կրոնավորներ, որովհետև Հիսուսը սա հունցքը շատ է, բայց մշակները քիչ են։ Աղոթենք հունցքի համար, աղոթենք սիրելիներ այս երիտասարդ նաև վարդապետներուն համար, որոնք մեկը հայրենիք են, մեկը սպիրտ են, այս օդար քաղաքի մեջ եկան, ուսանելու, պատրաստվելու եւ երթալու մեր ժողովրդին ծառայելու։ Աստված սրբացնես իրենք, իրենց հավատքի մեջ ամրապնդե, որբեսի իսկապես կարողանան լույս եւ աղըլալ իրենց շրջապատի մեջ։ Եվ քանի որ մենք հավաքված ենք այստեղ սիրելիներ, այս եկեղեցու մեջ հայկական շունչով, տեսեք գարմը նկարներ ալցեսի հացադրեմ, Ինքնադիոս Մալոյանը եկող գիրագի օր պիտի սրբաթասվի Մերդին քաղաքի եպիսկոպոսներ ինքը եւ սիրելիներ Աստված մեզի արի տվա, որ մենք հadouk արտոնությամբ եւ որ այցելեցինք Սուրբ Արտողմիոս Արաքյալի քերեզմանը, իր գողքին տեսանք իր ցերակիրով օրիջինալ նամակը։ Հետևաբար ինք եկող գիրագի 1915-ի նահատակ սուրբերեն է 1869-ին ծնավ, ասեմ որ 1869-ին հայ մայրերը սկանչելի զավակներ բերին աշխարհ եւ հորոնցմե մեկը Ինքնադիոսն է։ Ուրեմն պիտի սրբատասվի եկող գիրագի օր եւ ասիկա մեծ բան է հայ ժողովրդին համար նաեւ այս պատկերը դիրամայր Սուրբ Նարեգի գոչվի, տեսեք Սուրբ Նարեգացին ձունգի եկած, տեսակ եւ դիրամայր Սուրբ Նարեգի, որովհետեւ գսվի որ Սուրբ Նարեգը Վանաձովում վրա դիրամայրը տեսավ եւ դիրամոր մասին Նարեգացին ինքը սիրելեր սկանչելի քրություններ ունի, մանավանդ իր մատյան ողբերգության աղոթակիրքի մեջ Աստվածամոր նվիրված փան ունի, խոսք ունի, որ մենք մեծ բակի օրերուն չորեքշաբթի օրը երկենք ի խորոց սրտի խոսքն դիրուհին ուղված։ Այս պատկերի մեջը Սուկրիկո լուսավորիչ գմգրդե դրտակ թակավորը, տեսակ, եւ ով գտնվի Աշխեն թակուհին եւ Ոսկովի տուղթը, այս կողմը Աստվածամոր ուրեմն պատկերն է սիրելիներ, սրբապատկերն է մանուկ Հիսուսով, Հիսուս աշխարհը ցերկը բռնած է։ Շատ բարի, եկեք միասին ոտքի ելենք, միասին մեր ժողովրդի համար պիտի աղոթենք։ Աղոթակիրքերը որ ցեսի տված եմ, բացեք H 47-ը եւ նախ պիտի գարտանք Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդին, զի Աստվածն մեզ է շարականը թարգմանած եմ սիրելներ, որբեսի աշխարհապարով գարտանք, հավատքով գարտանք մեր հայրենիքին համար։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Քու սուրբ խաչիդ զորությունը ղրգե մեզի, որ բահբանե մեզ ամեն ժամ։ Արժանի ըրե մեզի դեր, որ այս երեգոն խաղաղությամբ եւ առանց փորձանքի անցնենք։ Շնորհ կրե մեզի դեր, այս գիշեր խաղաղության մեջ եւ մեղքեն հերու բահելով մեզ, դեր Աստված մեզի հետ է։ Գիտեք ով ժողովուրդներ, պիտի խորդակվիկ, որովհետեւ Աստված ինք մեզի հետ է։ Գրտենք ասիկա, որովհետեւ Աստված ինք մեզի հետ է։ Նորեն, որովհետեւ Աստված ինք մեզի հետ է։ Եգրի մեկ ծայրեն մյուսը լսեցեք, թե Աստված մեզի հետ է։ Որքան ալ դուք զորանաք, սակայն պիտի խորդակվիկ, որովհետև Աստված ինք մեզի հետ է։ Եթե դարձյալ զորանաք, դարձյալ պիտի խորդակվիկ, որովհետև Աստված ինք
մեզի հետ է։ Ինչ ալ ծրագիր գազմեք, դերը պիտի խափանե, որովհետև Աստված ինք մեզի հետ է։ Ինչ ալ որ առաջարդրեք, պիտի չիրականանա, որովհետև Աստված ինք մեզի հետ է։ Ձեր երկյուղեն պիտի չվախնանք ու պիտի չխռովինք, որովհետև Աստված ինք մեզի հետ է, այլ դերը մեր Աստվածը պիտի փառավորենք եւ միայն անգե պիտի վախնանք, որովհետև Աստված ինք մեզի հետ է։ Մենք անոր պիտի վստահենք եւ ինք սրբարան պիտի ելա մեզի, որովհետև Աստված ինք մեզի հետ է։ Մենք անոր պիտի վստահենք եւ անփրկություն պիտի ելա մեզի, որովհետև Աստված ինք մեզի հետ է։ Ամեն աղոթք վստահության։ Երանի այն ազգին, որուն Աստվածը դերը ինքն է, այն ժողովրդին, ով որ Տիրոջ կողմէ կընտրվի, որպես իր սեփական ժողովուրդը։ Ամենքս միասին գարտանք մեր ազգին համար։ Հավատքով գաղութենք քեզի, ով Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված, խաղաղության լեցուր հայ ազգի զավակներու սմոքիները եւ սիրով մեր սիրտերը, խիզախության ու ամբարդելության հոգիով լեցուր մեր զինվորները, դողորության եւ հաշտության պահպանելու համար մեր հայրենիքի սահմանները, ով ամենասուրբ երրորդություն, ծնկաչով գաղափարեք քեզի, որ իմաստություն, խոհեմություն եւ կաչություն պարգևես մեր ղեկավարներուն, առաջիկա դժվարությունները դիմակայելու համար, ու ամենազոր խաչովը պահպանե Տեր Հիսուս եւ որոշումներ առաջ ժամանակ տուն ուղորդես ծավով, վիրավորներուն տուն ինքդ բժշկե, իսկ գերիներուն տուն ազատե, հայ ազգին խաղաղ օրեր բարգևե եւ իրարու հանդեպ համերաշխություն ու սեր։ Տեր Աստված ամենազոր եւ ամենագարող, հայոց բանակին խաղաղ առավոտ եւ ամփորձանք օրեր բարգևե եւ մեր ազգին հաղթական հոգի, որովհետեւ թե հոգեվոր եւ թե աշխարհիկ պայքարներու մեջ հաղթական դուրս գան։ Ամեն դվածներուդ համար շնորհակալ քեզի, Տեր, մեր հայրենիքի մեջ բարգեված խաղաղությունը պահպանե։ Փառք եւ երկրպագություն ամենասուրբ երրորդությանը, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից, ամեն, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։
եւ բատվական խաչի մտքովի խաղաղության փրկյա դեր հերևելի եւ հաներևույթ թշնամույն արժանավորյա քոությամ փառավորել ըսկեզ ընթոր եւ ընծրփող քույտ այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն Աստված օրհնես սիրելիներ ցես բոլորդ եւ բոլորիդ ուխտը գադարելա